Երեք բաշկերտի մասով ինչ կարող եք արել։ Դա մասին չեմ էլ ուզում խոսալ։ Ինքնացումների մասին կա հստակո երբ կհայտարարեք։ Ժամանակը չի որ գաք խոսալ։ Բայց քերտի մասին ինչ չեք ուզում խոսալ։ Ձեր դուրը չեք ավթել, լավը չէ զենքերը։ Մենք այսօր պատերազմը պարտված, հողերը հանձնած, մեր գերիները այնտեղ են։ Դա ինչ որ PR-ի խնդիր է, դա չեմ էլ ուզում խոսել։ Դուք ասացիք, որ ձեր քեսան հիմա բարձով ապրում։ Ջրվեզում վարձով ամնում հարիրը գողաց, առանց ամաչելու։ Հազես Գոլյանը քար գողացող, հա։ Մարդը պատասխան 2 միլիոն ու կեսը վճարիր է օրական տունը մնա, երեխայի տունը մնա։ 2 միլիոն ու կես էլ ես իմ կողմից բարեգործական գտամ, որ նորմալ ծերանոց արկեն, մարդիկ կարան լիարժեք։ Նորմալ ծերանոց ասում եք ձեր տունն ա լինելու։ Քանի հոգ են գալու լինի բնակվել։ 20-30 հոգի։ Դա նշանակում է տվեց ժողովրդին։ Հիմա որ ձեր տանհետ կապած այս process սկսվի, ինչ եք անելու։ Դեռ ինչ կանեմ, օրենքի դեմ սա հավասար է, եթե փաստաթղթերը հիմքերը կարան տունը, իրաց ցավներ տանեն։ Գոլյանի դեպքում այն է հիմքերը։ Բողոք հարկելու են, անելու են, ինչ ամեն ինչը ժամանակի մեջ է, չէ՞, այսօր պակասացելն են ժողովրդին ցույց տալու համար, Ծառուկյանի փեսան քարերը գողացել է, չէ ինձ էլ ասում Ծառուկյանը կար գողացող է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհի ներկայացնել ավելի մեծ ճանաչում տվող մարդ է, Ծառուկյանը միլիարդներ է դրել, սպորտը աշխարհում որ Հայաստանը սարքել ամենաբարձունքի վրա, որտեղ է դպրոցա կառուցել, գույքել, թոշակներ է տվել, միլիոնով 1 միլիոն դոլար օլիմպիականներին գումար եմ տվել, տարեկան 200-300 հատ մեքենաներ մի բան էլ ասեմ։ Ծառուկյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին 1500 խանութի ասել եմ ձեր վարձերը մի վճարեք, գնացեք ձեր վարկերը փակեք։ Մի տարի գնացեք փակեկի ասեն Ծառուկյան ջան, էլի չեն կարողանում, ասեմ 3 տարի։ Մարդը կամեցող մարդ պետք է լինի, բարի մարդ լինի, ձևական մարդիկ ժամանակով բնույթ ունեն։ Լրագրողները ԲՀԿ առաջնորդին նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են ուղում։ Երեք Թրամփը իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, սա ոնց է գնահատում։ Արդյոք միջամտություն չի։ Միջամտությունն է, դե իրանք բոլոր իրավունքներն ունեն, միջամտության կառուցելու, սարքելու, տալու, նվիրելու։ Ձեր ընկեր մտերիմ Լուկաշենկոն էլ ձեզ աջակցություն հայտնել, տենց ակնկալիք չունեք իրենից։ Ես շատ մեծ անկալիք ունեմ, երբ որ ժամանակը գա, ամեն ինչ դուք կտեսնեք, որ միայն խոսելով չի, այլ պետք է գործով ապացուցել։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով դուք ինչ կարծիք եք։ ԵՄԹ-ԵԱՏՄ Հիմնական որոշողը պետք է մտածի իր ժողովրդի մասին, իր տնտեսության մասին։ Կարողանում է ապահովել, եթե դե փակեցին այս մյուսը, պետք է ավելի լավ ընտրություն կատարես, ոչ թե միանգամից ժողովրդին գցես փակուղի, որ եղածնել կորցնեն կամ երկիրը դադարվի։ Իրենք են որոշող, իրենք են պատասխանատու։ Ծառուկյան, հայուհու Նոյան Տապանի նախագծերի մասին մրցույթներ կարող եք ասել, երբ կհայտարարեք այս մասին։ Չէ, արդեն արածած զբաղվում են, հեսա մոտորերս կտեսնեք բոլոր։